Ողջույն աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին, թանկագիններս հույս ունեմ լավ եք։ Ես էլ եմ շատ լավ, սկսում ենք նոր առօրյա վլոգ։ Իսկ նոր վլոգը սկսելու դրդապատճառ է հանդիսանում այն նախաճաշը, որն այժմ ես պատրաստվում եմ անել։ Էլի հացիկներ եմ ինձ համար վերցրել, ավոկադոն, ձուն այս պահին խաշվում է։ Նաև օգտագործելու եմ մի փոքր պանիր։ Մինչ ձուն կխաշվի, ես ուզում եի նաև դες ասել, որ շատ ակտիվ սկսել եմ օգտագործել չիայի սերմեր եւ կտավատի սերմ։ Չիայի սերմերը առավոտվա համար, կտավատի սերմերը երեկոյան, երբ ընթրիքի փոխարեն, հա, տենց ինչ-որ sense թունդ ուտելիքի փոխարեն կեֆիրը կտավատի սերմի հետ։ Իսկ դրա համար ես դա պետքա ցերեկը պատրաստեմ, դնեմ սառնարան, ինքը այդ ընթացքում լավ աշխատում է, կտավատի սերմերը սկսում են աշխատել, արդեն գործընթացի մեջ են մտնում, երեկոյան այնպես պուդինգի նման բան է լինում եւ շատ համեղ է լինում։ Կտավատի սերմերն իմ այստեղ են, չի անվերջացրել եմ, դրա համար էլ նորն եմ գնել, ապակյա ձողիկ ունի, բայց եթե ձողիկը հանում ենք, այս հատվածից փակվում է, դառնում է հենց sense բաների համար շատ հարմարավետ բաժակ։ Լցնենք կեֆիրը, այսքանը բավական է։ Մեկ ճաշի գթալի չափով էլ կտավատի սերմ։ Մի քիչ թթվաշի, տարբերություն յոգուրտի հետ այդպես չեմ անում, բայց կեֆիրի հետ մեկ գթալ մեղր եմ նաև ավելացնում։ Վերջ սափակում եմ, երեկոյան իմ ընթրինքը արդեն պատրաստ է։ Ինչպես ասում է TikTok-ից հայտնի Տիկին Գրետան, ես ինձ շատ լավ եմ նայում։ Հիմա կարող ենք անցնել արդեն նախաճաշը պատրաստելու գործին։ Առաջին հերթին բերում եմ air fryer-ը, որպեսզի հացիկները սարքեմ խրթխրթան։ Ինձ համար երկու այս չափսի հացիկը բավական է, բայց օրինակ Անդրանիկի համար ավելի շատ կանեմ, որ կշտանա։ Սա գնաց խրթխրթան դառնա։ Անդրադառնամ նախորդ վլոգի մեկնաբանություններին։ Նախ անսահման շնորհակալ եմ, որ բոլորդ այդքան դրական խոսքեր էիք հղել իմ նոր սանրվածքին, նմանեցրել էին Քրիստինե Պեպելյանին։ Երբ Քրիստինե Պեպելյանը դեռ շատ երիտասարդ աղջիկ էր, ես էլ աղջնակ էի, օրիորդիկ էի, չգիտեմ, չեմ հիշում մոտավորապես այդ որ տարիներն էր, բայց այդտենց մարդ չկար, մեկը չկար, որ ինձ տեսներ ու չասեր ոնց որ Քրիստինե Պեպելյանը լինես։ Նույնիսկ մարդիկ, ովքեր Քրիստինե Պեպելյանի հետ մշտական շփման մեջ են եղել, ծանոթ են եղել, Քրիստինե Պեպելյանն անձամբ տեսել են, ինձ որ իրականում տեսնում են, շոկի էին մատնվում։ Բայց հետագայում կորավ այդ նմանությունը իմ ու Քրիստինե Պեպելյանի միջև, որովհետև նախ նա արդեն իսկ իմ այս ներկայիս տարիքում էր, ես դեռ շատ երիտասարդ էի, 20-21 էի, ինքը արդեն իմ այս ներկայիս տարիքում էր եւ իր դեմքի վրա փոփոխություններ է եղի ունեցել, ավելի նախ նա վիրահատել է իր քիթիկը, գիտեք, եւ երկրորդը իր դեմքը արդեն ավելի կանացի տեսք ունեցավ, այնպես ինչպես հիմա իմ դեմքն է, ավելի կլոր, ավելի այդ առաջ մի խոսքով այն աղջիկ երեխու նման չի, որ 18 տարեկանում է, այս հենց ասեմ։ Ամեն դեպքում որ նայում ես դեմքին, զգացում է, որ այս մարդը 30 տարեկան կին է, էլի, երևում է, որ 20 տարեկան աղջիկ չի։ Մի խոսքով այդ պահը կորավ մեր նմանությունը ու էլ ոչ մեկ մեզ չէր նմանեցնում իրար, բայց որ մազերս կտրեցի ու այսքան մեծ արձագանք եղավ եւ մարդիկ էլ ովքեր որ իրականում ինձ տեսան այս մազերով, ո՞յսի նման է, մեզ թվոց թե Քրիստինե Պեպելյանն է գալիս, ես հասկացա, որ ես էլ ինքս արդեն մոտեցել եմ 30-ին, մոտեցել եմ, ներողություն, ես արդեն 30 եմ, այս ամառը կլինեմ 31։ Հա, եւ արդեն ընդհանուր արտաքինը մեր կրկին նմանվել է իրար։ Այ որ հիմա Հայաստանում մի հատ իմ անունն է նախագիծը նորից սկսեինք, այլ էր ես մասնակցեի եւ նմանակեի Քրիստինե Պեպելյանին։ Հացիկները արդեն պատրաստ են։
նախաճաշը պատրաստ է։ Այժմ ես այն կվայել եմ եւ միասին կգնանք, Վահանին կտանեմ պարապմունքի, իսկ ես կգնամ ունեմ շատ աքսեսուարներ տանը, բայց ամեն տարի մի նորը ցանկանում եմ ավելանալ։ Նայեք սիրուն ջուտիկներ են։ Սիրունյա։ Փոքրիկ գազարիկներ։ Մտել ես նապաստակին այդ սիրունը։ Հետևորդներ չափազանց մեծ դժվարությամբ եմ ես յոլատանում հանդուրժում իմ ճակատի մազափունջը, դեռևս չեմ կարողանում սովորել։ Նայեք, այս sense հասատուն, всё, արդեն sense եմ անում։ Հարգարներս, նայեք, մի հատ այս ջուտիկ առա։ Ինքը ջուտիկ է սպիտակ, բայց նապաստակի աբադոկ է, էլի իբր թե դրած։ Այս sense շատ հավանեցի սա։ 1-2 աքսեսուար էլ որ նորը լինի, թարմ լինի, ինքան որ այդ տարվա զատիկը։ Դիշտը հլահագին կազատիկին, բայց չդիմացա, չհամբերեցի, այնքան սիրուն են ընդեղ շարած։ Սառը մեկ էլ որպեսի ընդհանուր աքսեսուար, այս փուջուրի գազարները, որ սիրուն այդ խոտի վրա որ ձուն շարեմ, գազարներով լավ եկեք չհանեմ, Վահանը չգա սրանց հարցերը լուծի հիմից բանից։ Մի խոսքով, այսպես պենոպլաստից փուջուրի գազարիկներ են։ Մի հատ էլ ինձ դիմափոշի գնեցի, իմ ամենասիրելին, Էվելինը, շատ լավն է, շատ եմ հավանում, ուրեմն այս դիմափոշին, երբ ես առաջին անգամ սկսեցի օգտագործել, արդեն ուսանող էի, այնքան էր ինձ դուր եկել այս անունը, առաջին անգամ էր լսում Էվելին, որ որոշել էի, որ երբ որ ամուսնանամ, ունենամ աղջիկ, անունը կդնեմ Էվելինա։ Այդ անունը իրականում շատ եմ սիրում, հատկապես երբ որ կրճատ ասում են Էվա, բայց չգիտես ինչու, եթե Աստծո կամոք ունենամ աղջիկ երեխա, շատ եմ ուզում, որ լինի մաքուր հայկական անուն։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես շատ սիրում եմ ուրիշների երեխաների արտասահմանյան անունները, խնդրում չմտածեք, որ շատ սիրում եմ։ Ժողովուրդ, քանի ավելի ես տարիքս առնում եմ, այսպես ասած, ավելի եմ համոզում, որ ես չափազանց պահպանողական բնավորություն ունեմ։ Ես ազատատենչ մարդ եմ, եթե իմ ազատությունը ինչ որ մեկը ուզենա սահմանափակի,
դա ուզում է լինի աշխատանքի մեջ, անձնական մեջ փառքաստո եւ ծնողներիս կողմից եւ իմ ամուսնու կողմից որևէ նման սահմանափակումներ չեմ ունեցել, բայց եթե որևիցե մեկ առհասարակ ես զգում եմ, որ ուզում եմ ազատությունը սահմանափակվի, հենց այդտեղից ավարտվում է իմ եւ իր շփումը։ Բայց այնուամենայնիվ, որքան էլ որ ես ազատություն սիրող մարդ եմ, հա, օրինակ զբաղվում եմ հեծանվա սպորտով, որը իրենից ենթադրում է պետքա չափազանց ազատ լինես, կոմպլեքսներից լրիվ ազատված եւ քո մարմնի վրա հետ կապված որևէ կոմպլեքս չունենաս եւ ինքդ հոգեպես կոմպլեքսավորված չլինես, որ քեզ թույլ տաս մարզահագուստով, հեծանիվով, այն էլ Երևանի խիտ երթևեկության մեջ մտնես ու վարես։ Ներկա պահին այն ամենով ինչով որ ես զբաղվում եմ, բլոգինգը, դա առաջին հերթին դրա համար պետքա ունենալ ազատ աշխարհայացք, կախում չունենալ ոչ մեկից, չվախենալ որևիցե մեկի կարծիքից եւ ազատ լինել, պատրաստ լինել ամեն ինչի։ Այսինքն այդ առումով էլ, հա, խոսքի ազատության խնդիր չունեմ, հագու կապը, եթե նկատել եք եւս, հա, այսինքն շորտեր կամ որևիցե մի բան, եթե վուլգարության սահմանը չի հատում, ես սիրում եմ հագնվել, ես ինքս ազատ եմ, բայց շատ պահպանողական բնավորություն ունեմ, ահա որ պահպանողական բնավորություն բաներ կան, որոնք որ շատ sense խորացված են իմ մեջ ու ես դրանցից չեմ ուզում շեղվել, չգիտեմ, բարոյական առումով, մարդկանց հետ որպես մարդ տեսակ շփման առումով, հայկական մշակույթի հետ կապված շատ հարցերում, որ sense իմ հավատքի կրոնի հետ կապված ահա որ թունդա պահպանողական այդ հայացքները իմ, այդ թվում նաև շատ եմ սիրում, որ անունները, որ մեկը որևէ մի բանի արտադրություն է բացում, ինչ որ բան է արտադրում, կամ ինչ որ խանութ է բացում, ինչ որ մի շոփ է բացում, գժվում են, որ անունները ընտրվում է հայկական։ Ասենք, այն որ ապրեք դուք էլի, Հայաստանում արտադրված ինչ-որ մի բանը պետք է ունենա հայկական անուն։ Չգիտեմ, տենց էլի հարգելիներս, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, այսինքն չեմ պարտադրում ես ոչ մեկին։ Հա, մի հատ էլ այսպես տոնային եմ վերցրել, այս տոնայինին շատ գովում էին, դուք գիտեք, որ ես մաքսիմալ թեթև ծածկողականությամբ տոնայիններ եմ օգտագործում, ինքը թեթևների թեթևն է, այնքան թեթև է, չօգտագործածի հաշիվ։ Օրինակ, սկսնակ դիմահարդարվողները աղջիկներ, ովքեր արդեն բարձր դասարաններում են եւ ցանկություն ունեն իրենց, չեմ ասում դիմահարդարվել, բայց թեթև իրենց կարգի բերել, ես գիտեմ, որ ներկայիս աղջիկները ավագ դասարաններում արդեն թեթև դիմահարդարվում են։ Եթե անկեղծ ես դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում, ես ճիշտ է առաջին սերունդն եմ եղել, որ ավարտել եմ 12-րդ դասարան, մենք ենք եղել, մենք 2000 թվականի առաջին դասարանցիներն են եղել, հետևաբար մեզանից առաջ ավարտել են 10-րդ դասարանով, մենք 12 ենք ավարտել, եւ նորմալ էր, որ աղջիկները արդեն իրենց հունքերը հանում էին, ինչ որ չափով նաեւ դիմահարդարվում էին, ես չեմ արել, ընդհանրապես նման բաներ չեմ արել, զուտ, որովհետեւ ինձ չի հետաքրքրել, ինձ մեկ էր իմ համար, ես ուրիշ բաներով էի զբաղված, բայց նաև այն մարդկանցից չեմ, որ եթե ես չեմ արել, ուրեմն ոչ մեկ չպետք է անի ու հիմիկվա սերունդը, չէ, ես այտենց չեմ նայում։ Հիմիկվա սերունդը անում է այնպես, ինչպես իր ժամանակն է թելադրում։ Մեր ժամանակ դա այդքան ընդունված չէր, մի հատ հոնքերը հանելու համար կարող էին խայտարակ անել, դա դառնար խոսակցության թեմա, իմանային 12-րդ դասարանում աղջիկնով արդեն 18 տարեկան է, դեռ դպրոցական է, ասես թեթև թույլ տոնային ակսել խայտարակ կանեին, ես տենց չեմ նայում։ Տվյալ ժամանակը կարևոր ինքը իրեն վնաս չի տալիս, ուրիշներին վնաս չի տալիս, որևէ բարոյական նորմեր դրանով չի խախտում, թող դիմարդարվի։ Հենց որ աղջիկն է շատ թույլ տոնային կրեմը, շատ թույլ, հատկապես սկսնակների համար։ Այս հենց հարգելիներս, սուրճս մնաց, առանց շաքար շոկոլադ է գնել ինձ համար Անդրանիկը։ Հարգելիներս, այստեղ ուրեմն շատ հետաքրքիր բան էի առել ինձ, դա էլ է ուզում ձեզ ցույց տալ։ Մի քանի օր առաջ էի պարզապես գնել, դրա համար այս անգամ տենց գնումները ցույց չտվեցի, ուրեմն միշտ ես եթե ինձ թել ասեղ է պետք լինում, էմատատիկի մոտից եմ օգտվում, բայց անցած անգամ էմատատիկը քնած էր, չուզեցի մտնեմ իր սենյակ, հասկացա, որ իսկ ինչի ես չունեմ, թելերի հավաքածու, նայեք տարբեր գույների կացածը արդեն ինքներդ տեսնում եք, երբ ինձ պետք լինի, ինքս իմ ունենամ ու օգտագործեմ։ Հետո նաև նորմալ ասեղների հավաքածու, որ լավ նորմալ որակյալ ասեղներ լինեն, եւ այս ասեղները պահելու համար այս sense նայեք տուփ։ Տեսեք, այսպես իմասակը փակեմ եւ վերջ։
Այս մատնոցը ստեղից հանեցի, բերեցի այստեղ, այս ասեղները դրեցի ստեղ, հեսա մի քիչ հետո ընդհանրապես այս տուփը կհանեմ, մեջից ասեղները բոլորը կդատարկեմ այստեղ ու ահագին տեղ կազատվի։ Սրանք հարգելիներս, քանի որ ես վերջին շրջանում մի շարք պատճառներով ամենագլխավորը ժամանակի պատճառով չեմ կարողանում գնալ եղունգներս հարդարել տալ ցավոք սրտի, բայց դե տան պայմաններում խնամքի կարիք է զգացվում, այդ պատճառով էլ այսպես սիրուն հավաքածու եմ ձեռք բերել, հատկապես սա էր ինձ պետք։ Մի խոսքով տեսնում եք, քանի գլխով կտրիչներ կան, սրանք գուտիկուլաներ եմ մաքրելու համար։ Մի խոսքով ընդհանուր եղունգի խնամք իրականացնելու համար շատ հրաշալի դիմահարդարման այսպես փոնջիկներ, այս սրանք էին ինձ հատկապես պետք, բայց դե ընդհանուր սրանք հավաքածուի մեջ էին, դիմափոշին աչքի տակի հատվածները սրանցով լավ է։ Ականջի չոփերի համար նախատեսված տարամ բաղնիքում պահելու համար։ Այս հատվածը գալիս լցվում ու ստեղից վերցնում ենք, ընթացքում էլի ավելանում է։ Ասենք, որ շատ ակուրատնի բան է։ Սրանք էլ հարգելիներս նասկիներ են, քանի որ արդեն բոթասների սեզոնը, այսպես անուշ երանգների մեջ նասկիներ հագնելու համար։ Մամայի սիրտն է, արի։ Հլարին այ ես ճուտիկին։ Թողասևը տա։ Այս գիրակի հրավիրված եմ ռեստորան, իվենթի։ Ջուր ես ուզում արևս, արի տա։ Հետևորդներից մեկը գել էր Մարիամ ջան, քո անձնականում ինչ-որ խնդիր չի խոսում, չէ, ինչից վերցրեցիք, ասում մի տեսակ դադարեցիր գնալ իվենթներին, մի պահ շատ էիր ակտիվ գնում։ Հարգելիներս, պետքա շատ պարապ լինել, ճիշտն ասած, բոլոր իվենթներին մասնակցել։ Ես շատ զբաղված եմ, թանկագիններս շատ, եւ իմ զբաղմունքի անունն է Վահան։ Շատ կարևոր տարիք հասա Վահանի համար, պարապմունքների է, էլի մի հատ նոր բանի է գնում, հələ չեմ ուզում ասեմ թե ինչ, որ գլուխ գա, դες այդ անպայման կկիստեմ, այս պահին հենց որտեղ ուրախանում եմ մի բան պատմում եմ, լրիվ հակառակ էֆեկտն է ստանում, բայց շատ ցենց զբաղված եմ, էլի Վահանով, Վահանի առօրյանը մաքսիմալ զբաղված եմ, որ ցենց ոչ մի միլիվարկյան ինքը ազատ չունենա, որ չզբաղվի անկապ բաներով, չգիտեմ, հեռախոս, ինչ որ անկապ ցենց ոչ բարենպաստ գործողություններով, երեխայի զբաղվածությունը ով պետք է ապահովի, իհարկե մայրիկը։ Գումարած դրան, հարգելիներս, ես ամեն իվենթի հրավեր չի, որ ընդունում եմ։ Վերջին անգամ սեմինարի եմ եղել, իվենթի չեմ եղել, 3 շաբաթ կարծեմ անցել է, Վահան ջան, ոխ, էսի շլով էր այդ տպտպոցը մեջքին։ 3 շաբաթ անցել է այդ սեմինարից, այդ ընթացքում 4 իվենթի հրավեր եմ մերժել, քանի որ իվենթի իմ մասնակցելու իմաստը այն է, որ ես ուղղակի ցվրվեմ տանից մի քիչ երեխուց, ինչու ոչ ամուսնուց, առհասարակ տնից հեռու լինեմ մի քիչ, առօրյայից դուրս գամ, կենցաղից դուրս գամ, բայց եթե զգում եմ, որ ես այնտեղ գնում եմ զուտ շահագործման նպատակով, որպեսզի, ինչ ասեմ, լավ, շատ խոհանոցային բաներ տենց չբացահայտեմ, հարգելիներս սիրուն չի լինի իմ կոլեգա իվենթ մեյքերների հանդեպ, բայց այս գիրակի գնալու եմ շատ լավ ռեստորան եմ հրավիրված, շատ մակարդակ, մենակ հրավիրատոմսը որ ստացա, արդեն այդտեղից պարզեր թե ինչ մակարդակա տիրում։ Կգնամ, դուք էլ ոնց որ իմ հետ կգաք։ Դու ուզում ես նկարես։ Նկարես։ Արկած վայելում են Երևանի այս եղանակը ամենահավես եղանակն է, ոչ ամառը, ոչ ձմեռը, այ էս, մեկ էլ սեպտեմբերին ասենց, սեպտեմբեր, հոկտեմբեր, այդ ամիսներն է շատ հավես։ Ես ու Վահանը մեծ բակում տեղ ենք ստեղծել, Լուսինը խնդրում եմ նայեք։ Նայեք ինչպիսի սիրուն տեսարան եմ որսում ձեզ համար հարգելի հետևորդներ, բայց մի հատ էլ է գալիս հեսա։ Սպասենք հեսա հաջորդն է գալու, հեն այկավ։ Եվ քանի որ ես այժմ պատրաստվում էի այսքանով սահմանափակել իմ վլոգը, վերջին պահին ուզում եմ ձեզ ասել, մի հատ նայեք ինչ սիրուն խրթխրթան KFC-ի նագեց, հա, նագեցներից եմ պատրաստել, համը անմահական է, եթե դուք ցանկանաք, մեկնաբանություններում գրեք, մի անգամ էլ միասին պատրաստենք ձեզ ցույց տամ ոնց ստանանք այսպես համեղ նագեցներ ու շատ նման KFC-ին երեխեքին էլ կխափեք, ասեք ընդեղից ենք բերել։ Մի խոսքով